Աստծո ժողովուրդ Տերոջ օգնությամբ այսօրվա մեր նույնն է երկնային կանցեր, շահավետ բիզնես, որ մեզի կուկա ավելարանս Մատթեոսի 6-րդ գլխում 19-21 համարներ։ Երկրի վրա ձեզի կանցեր մի տիզեք, ուր ցեցը ու ժանքը կաբագան, ուր քողերը բադը գծագեն ու գքողնան, հաբացեցի կանցեր տիզեցեք երկինքը, ուր ոչ ցեցը և ոչ ժանքը կաբագան, ու ոչ քողերը բադը գծագեն և գքողնան, քանզի ցեր կանցը ուր որ է, սիրտերնի դա հոմ բիդի ըլլա։ Սիրելիներ, ներկա աշխարհիս ամեն տեսակ կրոնականներ, փիլիսոփաներ, ընկերապաններ, շատ մեծ քնահատանքով գարժևորեն եւ գխոսին Հիսուս Քրիստոսի լերան քարոզին մասին։ Այս խմբավորումները որտեղի ընդհանրապես քրիստոնյաներ չեն։ Հնդկաստանի մեծ վարչապետը երբ որ գարտած լերան քարոզը ըսավ ինձի դվեք Քրիստոսը, բայց ոչ քրիստոնյաները, որովհետև լերան քարոզի մեջ ին տեսավ Քրիստոսի միտքը, սիրտը, հոգին։ Դարիներ առաջ հանդիպեցա երկու իսլամ իրավաբաններու փաստաբան, որոնք կարդացած են լերան քարոզը և հիացած են։ Երբ խոսակցության մեջ էին լավս եղբայրինցի երկու խոսքով ասա, ինչ բան քեզ էս կան հրապուրեց լերան քարոզի մեջ և ասեց, ես որպես իրավաբան տեսա թե չարը չարությունով չես կարա հաղթահարել։ Չարի արարքը չարությունով չես կրնար լուծել, սիհաբա սա փարիով, աստվածքերով դու չարը ուղես թեպի փարության։ Դարիներ առաջ մի երիտասարդի հանդիպեցա զորավոր մուսլիման, հայրը մզգիտեն Ալլահու ակբար կարդացող, ապաշխարած էր, ընտանիքին կողմանին հալածված էր, ես իրեն հետ ծանոթացա Դամասկոս։ Եղբայրը ինչպես ապաշխարած էր։ Ասեց ես բանակային ծառայությամբ Ծովեզերիա քաղաքն էի, որ Թարտուս կոչվի, գանգարում կանգնած էի, մի երիտասարդ եկավ իմ մոտ և ասեց էսի ավետարան է, քեզի նվեր է, տվեց գնաց։ Անձանոտ մեկը, ավետարան նվերեց, կաց։ Սալդում կացի, ավետարանը կացի, առաջի անգամը լալու կյանքում ավետարանը կպանա, գսկսի գարտար և կահասնի լերան քարոզին 5-րդ գլխում 27-րդ համարին, որ գսել լսել եք, որ ըսվեցավ շնորհումին է, բացես սեզի գսեմ ով որ գին մարդունայի անոր ցանգալու համար, անիկա իր սրտի մեջ շնորհում կործեց։ Ասեց ես կարկեց, չի շարունակեց։ Եվ սկսա մտածել, այս ինչ խոսք, այս ինչ գրոն է, այս ինչ սրբություն է, որ մեր մոտ, այսինքն իսլամներու մոտ երբեք չի գա, այսպեսի բան գոյություն չունի։ Ասեց էլի քացի գանգար, սպասեցի, գուցե դվամյալ ուկա, երկար համբերել է ետքը ջարահատ, թեմը մի խանութ կգտնե երթահան, կսե ես մի քանի օր առաջ էստեղ էի, մեկ ինձ ավետարան տվա, ուզում եմ ադանցին ծանոթանալ, կասե ինչու գսե հարցումներ ունիմ, մի քիչ կարդացի, հարցատրումներ ծագեցին մոտ։ Այդ մտերքի խանութը գասի չգիտեմ էդի ով էր, բայց այդ տեղը, այդ քյուղը դու գերտաս, բմերք է, անդեղ գսե հոգևոր եղբայրներ կան, ես իրենց անունը կուդամ, իրենց մոտ կնա, իրանք քեզի կպատասխանեն։ Գնաց, փնտրեց, գտավ, հարցումները հարցուց, ապաշխարեց։ Ինչու, որովհետև լերան քարոզը Քրիստոսի խոսքը Սուրբ Հոգիի միջոցով իրեն հպվեցավ։ Լերան ընդանուր քարոզի մեջ սիրելիներ մենք տեսնում ենք
ընկերային փող հարաբերության հաջող սկզբունքները։ Մենք տեսնում ենք մարդ առ Աստված հաղորդակցության ճշմարիտ սկզբունքները։ Այս քարոզը, լեռան քարոզը երբեք ենթակա չէ ժամանակավրեպ ըլլալու։ Expire չլա, չենք կարող ասել այլևս այստեղ թերի պես ուժի մեջ չէ, հին է, դքել է, երբեք ենթակա չէ։ Այս քարոզին գարիք ունի մարդկության բոլոր խավերը, բոլոր ժամանակներում մեջ։ Իմաստունները գարիք ունի լեռան քարոզին եւ ռամիկները, հարուստները, ինչպես նաեւ աղքատները, գրոնականները, ինչպես նաեւ աշխարհիկները։ Իսկ Հիսուս ինչ նպատակով այս քարոզը, այս ճշմարտությունները քարոզեց, ինչ կար Հիսուսի մտքին մեջ։ Կամ եկեք այսպես ասենք, դուք մեծամասնությունը, որ լեռան քարոզը կարտացի, Մատթեոս 5:6-7, եթե ես սեզի ասեմ, ինձի վերնակիրն ըլեք, մեկ վերնակիր, արդյոք ինչպիսի վերնակիր գրնանք տալ այս ճշմարտություններում։ Վերնակիրը, որ կբացահայտե պարունակությունը, մեկ նախատասություն, երկու բառով։ Բավական մտածել ես, ետքը չեմ ասել իմ ձեզի ներկայացնելի կստի դիալոգան է, բայց ինչ որ դերը սրտիս վրա դրավ, գասեմ, բայց ես վստահ եմ, որ իմ ասելիքես շատ ավելի հարուստ է, կամ շատ ավելի բարձր որակը դերը նաև գրնաց եզի հայտնել։ Հիսուս լեռան քարոզով մարդկության ներկայացուց կյանքը աստվածային չափանիշներով, ոչ թե մարդկային չափանիշներով, կամ պետություններում, կամ ընկերապարներում, աստվածային չափանիշներով։ Օրինակ, հիմա լեռան քարոզի մեջով ասպես ցուցում վերնակիրների վրայով պիտի անցնի, բաժիններով։ Աստված ինչպես կչափե մեր աստվածպաշտությունը, այսինքն Աստված ինչպես կչափե մեր հոգևորությունը, Աստված ինչպես կչափե մեր արդարությունը, օրինակ, աշակերտներուն եւ ժողովրդին ասավ, եթե ձեր արդարությունը թվիրներուն ու փարիսեցիներուն արդարութենեն ավելի չլա, երբեք Աստծո թագավորությունը պիտի չի մտնեք։ Ինչն էր թվիրներուն եւ փարիսեցիներուն արդարությունը եւ ինչը մեր մոտ ավելին պետք է լա։ Օրը եղբայրը այս համարը գարտացած էր, սա ես վստահ եմ, թվիրները, փարիսեցիները դասանորդ կուտան։ Պետք է իմ դասանորդս ավելի լա։ Ինչ կարող դաս, սա 111, մեկ հատ ավելի թվիրներուն եւ փարիսեցիներուն։ Օրինակ է ասիկա։ Աստված ինչպես կչափե, ասեմ ձեզ, Աստված թիվերով չսպարիր, մեր սրտով, մեր սրտին գնայի։ Աստված ինչպես կչափե մեր հավատքը, դիմացը փողը, Աստված ինչպես կչափե մեր շարժարիքները, գրոնական ծառայությունը, լեռան քարոզին վերջավորության մենք կհանդիպենք քարոզիչներու, որոնք հրաշք կնեն, մարգարեություն գնեն, թևեր կանեն, բայց Հիսուսը սավեստեզ երբեք չեն ճանչնար։ Ինչ էր շարժարիքը։ Հիսուս մեզ հսորվեցն է։ Աստվածպաշտության 4 կետերը գրնողություն ունեմ, աստվածպաշտության և օրենքի ու հավատքի և շարժարիթի ճշգրիտ մեկնաբանության համար, որ Հիսուս այս բոլորի մեջ ինչս է ուզեր, ճշգրիտ մեկնաբանությունը ճանչնալու համար Հիսուս համեմատական, փախտատական կերպով ներկայացուց հետևյալ իրավիճակները։ Երբ որ մենք լեռան քարոզը կգարտանք, հոն կտեսնենք համեմատություն կար։ Օրինակ, փարիսեցիները ընդեն նվիրյալ հավատացյալները։ Հիշեց փարիսեցիներուն եւ նաեւ խոսքը ուղեց իր աշակերտներուն։ Ընկերային եւ ընտանեկան ու կրոնական կյանքը աշխարհական մտքով
ընտեն կյանքը Աստուծո կատարելության չափանիշներով, որը սիրո եւ ողորմության ու սրբության գործերով։ Խոսքը տեսնենք Հիսուս 5-րդ գլխուն 2-րդ բաժինի մեջ կխոսի ամուսնալուծման մասին, կխոսի թադելու մասին, կխոսի եղբայրը հանդիմանելու մասին, կխոսի քննադատության մասին, եւ Հիսուս մեզ ներկայացուց, որ երբ որ մեր մեջ կա իր սերը, եւ կա իր ողորմությունը, եւ կա իր սրբությունը, մեր հայացքը կփոխվի։ Եվ այս ճապանիշները, որ Հիսուս կներկայացնե, սիրելիներ, մեր ընտանեկան կյանքերը ապահով կմնան։ Վերջի օրերու ամենամեծ վտանգներն մեկը ընտանեկան կյանքը խաթարված։ Մի հայտնություն կա, չգիտեմ որքան կրնանք ընդունենք, բայց աշխարհը հոնգեր տա, որ ուկա ժամանակներ ընտանիք հասկացողությունը չի մնար։ Չի մնար։ Միասեռականությունը եւ անոր հետևանքները գլուխը արեր կացած է։ Բայց լերան քարոզի մեջ սուրբ ընտանիքի կառույցը կմնա հաստատ։ Ցույց կտա Քրիստոս մեզի գերձավորներու եւ հեթանոսական ծիսական արարողությունները ընդեմ ծածուկ եւ նվիրյալ խոնար գրոնասիրության։ Սե եւ աղոտ գնես, եւ ծոմ գբահես, եւ զոհաբերություն գնես, ու այդ ծերքի ռածը ծախոտող չիմանա, մդիր կու ներքին սենյակը, դերը, որ ամեն ինչ գիտե ամեն բանի կարող է, քաղդուկը գտեսնե, բայց քեզի հայտնավես հատուցում գնե։ Հեթանոսներուն համար Աստված փող, հակվելիք եւ ուտելիք դվող Աստվածն է։ Մենք չգարձենք, որ հեթանոսներուն մեջ երբեք հավատ չի գա, բայց այդ հավատքը իրենց մեջ կգործածեն Աստուծո որպես իշտապ օգնություն։ Գարիկ ունիս կգանչես իշտապ օգնությունը ու կա գարկավիճակը կպարեպոխե, վեճ իրեն գսես երդասպարի։ Նույնիսկ չես հետաքրքրվիր անունը ինչ է, եւ իշտապ օգնություն եկա օգնեց եւ գնաց։ Ոմանց համար Աստված այդպես է, ոնց որ իրենք Աստուծո կգաշարեն, Հիսուսի նկարով, խաչով, չեմ գիտեր ինչով, գիտեք ինչու, որովհետեւ Աստված իրենց հոգա։ Ավտոներու մեջ խաչ տրված է, գիտեք ինչու, որովհետեւ ավարիա չէ, accident-ի չարդի։ Եվ այլն։ Եվ Հիսուս կներկայացնե հեթանոսները, հեթանոսներու մտածելակերպը եւ կներկայացնե նվիրյալներուն Աստուծո թագավորություն։ Գրոնական ծառայություն աշխարհային փառքով, մեղքով եւ հբարդությամբ ընդեմ կներկայացնե Հիսուս գրոնական ծառայությունը Սուրբ Հոգիով, Սուրբ Հոգիի բդուով եւ անփասիր կյանքով։ Աստված մեր ծառայությունն առաջ գնայի մեր նվիրումին։ Ոչ թե ինչ գնենք, այլ ինչ եղած ենք։ Շատ կարևոր է։ Եթե լերան քարոզը գարտալով եւ ճանչնալով, որևէ մեկը չփորձե հետամուտ չտա հետևի Քրիստոսի խոսքերուն, պիտի նմանի այն մարդուն, որ գործընծուց կյանքի արիտը, որ իրեն շնորհված է շահելու ներկան եւ հավիտենական կյանքը։ Հիսուս ասաց մեկ իմ խոսքերս լսե ու գտարե երանելի գլա։ Տուն աս կյանքը կշահիս, որ արիտ տրված է մեզի, աս կյանքով շահելու հավիտենական։ Եթե որ մենք գիրանենք լերան քարոզը, իսկ այն հավատացյալը, որ լերան քարոզը կգարտա, կճանչնա ու կբահե իր կյանքին մեջ, արդեն սիրելիներ դուք սկսած եք նմանելու Քրիստոսին։ Լերան քարոզը մեզ գարաշնորհ է, որպեսզի մեր կյանքը, մեր վարմունքը լինի Քրիստոսանման։ Լերան քարոզին իսկական ճշգրիտ մեկնությունը սիրելիներ Քրիստոս ինքն է։
ինքն է, ինչ որ քարոզեց ապրեցավ, ինչ որ գաբրեր անի քարոզեց։ Հավատացյալ եղբայրը դարիներ առաջ ինձ գիրք մբերավ Ջոն Ստոթի գիրքը, շատ հայտնի անգլիացի հոգևոր քրագանություն ունեցող Սավհագոպ Լերան քարոզն է գարտը։ Սի ուրիշ գիրքերում մեջ հանդիպած եմ Լերան քարոզին, սա մեկ հա դա Ջոն Ստոթը գարտը։ Բացալիկ հերինակ է։ Երբ որ գիրքի նախաբանը կգարտայի, Ջոն Ստոթ կսե, ես նախքան իմ գիրքս քրելս, ես արդեն 25 հատ տարբեր մեկնություններ գարտացած է Լերան քարոզին մասին։ Հիմա չգիտեմ իրենինը 26-ներ կամ ավելի է։ Լերան քարոզի սիրելիներ մեկնաբանության քրքերը շատ է։ Մեկը Մույսեն գեղեցիկ, բայց եթե ինձ հարցնեք, Լերան քարոզին իդեալական, բոլորը լավ է, սխալ չհասկանաք, իդեալական մեկնությունը հեղինակը։ Ով քարոզեց Քրիստոս, այս Լերան քարոզին մեկնությունը Հիսուս Քրիստոս է։ Այս նախապանով սիրելիներ փորձեցի ներկայացնել Լերան քարոզին ընդհանուր միտքը և նվագը։ Այս մային պիտի փորձենք նայել Լերան քարոզեն մեկ բաժնին, որն է ինչպես թիզել երկնային կանցեր։ Ինչպես թիզել։ Եթե Հիսուսի խոսքերու մեջ խորանանք, այս հատվածով կտեսնենք, թե ամեն ժամանակ, կյանքի ամեն ժամանակներու մեջ, և բոլոր մարդկությունը ունեցած է փարեդենչություն, փուրըն փափակ, որին ունենա կանցեր և թիզե կանցեր։ Ինչու, որովհետև կանցով իրենց գալիքները պիտի հայտայթեն ու ներկայի և ապակայի համար ապահովություն պիտի իսկան։ Մարդիկ իրենց ապահովությունը կտեսնեն փողի մեջ։ Եվ որ կգարտանք, այս մեկը մեզի հստակ կլա։ Սակայն Հիսուս մեզի ինչ կսե։ Երկու գետերով պիտի ամփոփեմ քարոզս։ Երկրի վրա ցեզի կանցեր մի թիզեք։ Համայն մարդկությունը իր բադանեկութեն է գսկսի հետևի փող հավաքելու մասին։ Ամեն մարդ փողը գսիր է։ Տերոջի շնորհքով մեր հայրը մեզի բարեկեցիկ կյանք ապահովված էր։ Մայրս աղջիկ զավակ չուներ։ Դունին աղջիկը ես։ Մորս օգնել։ Եվ մեկ դու մեկը մայրս կսեր տղասյելի տանիքը լվացքը հավաքել, տղաս աստիճանները լվա, հալեպ աստիճան լվալու սովորություն կար։ Մի քիչ կսե հադակը սրպել, կսեմ սիրո փող։ Մորս գոտնեի, փողը գարնեի։ Ասի մարդու մեջ բնական է, տղա կամ աղջիկ, կհետևի փող թիզել։ Հիսուս բացահայտեց այն կանցերը, որ մարդիկ թիզում են, ենթակա են փոխծվելու և կամ ժանգովելու։ Արդյոք ասպես է, մեկը կանց կթիզե և անիգա գժանգորդի, տեսեք սիրեներ, Հիսուսի խոսքերը փոխապերական են։ Մենք միտքը և հոգին պիտի ճաշնանք և ոչ թե բարերու վրա պիտի կետրոնանանք։ Երբ մարդ արարածը կսկսի կանցեր թիզել, ասենք ձեզ է, բնական է, որ փայտե կանցեր պիտի չի թիզել, շատ բնական է, հապա պիտի թիզե ոսկի և կամ պատվական քարեր, ատամանտի տեսակ։ Ոսկին ինչու արժեքավոր է, չի ժանգորդիր։ 5000 տարի առաջ փարավոնի գերեզմաններու մեջ ոսկիներ տալված է, կկանաս ոսկին ոսկի է։ Ուրիշ բան իր արժեքը կգործընծնե, բայց ոչ ոսկին, կամ ատամանտ կարերը չապագանուս։ Կգարձեմ, թե կհամացայնիկ ինձի հետ, եթե մարդ պիտի թիզե ոսկի։ Հալեպի մեջ կսեին, անցը գիտեք, 50 կիլո ունի,
Էդի հայրուր ունի, երկու հոգի արուն ուտային, 500 կիլո, կես տոն ոսկի ուներ։ Երջի լսեցի բարսկահայերը ավելի ունի։ Մարդիկ կխոսին։ Գանքի փորձառությունը ցույց տվեց, թե ունենալով ոսկի, դու չես կարող ապահովել ապահովագրություն։ Ոսկիով դու ոչ թե որ ապահովես, այլ ոսկիով դու մեծ վտանգի ենթակայես։ Մոտ մեկ ամիս առաջ Հալեբի մեջ ոչրագործությունը եղավ, մեզ բոլորիս ցնցեց։ Մի անձնավորություն, եկեղեցու սարգսակ, մայր շատ լավ հոգևոր մորս ընկերուհիները, աստուն դունը ոչրագործը մտավ, ծևը կդա օդարար չեր, և դիկնոչը սա ոսկիները տանը, որովհետև գիտե թե գա։ Ուդամ չեմ դար, գլա չդար, ոս է Հայաստանն է, մեզի ըսին թե թաշունահարերը 40-ի չապ հարված է, և ինը արյունալվավ ահաց։ Ցնցվան բոլորս, բարեբաշտ ընտանիք, արժանի չէին այսպիսի բանի, բայց որովհետև օրհնված էր, լավ աշխատանք ուներ, մաքուր ընտանիք էր, և այդ ինչ որ կմտածվեր, որ ադիգա ապակայի ձերության համար իրենց կրնա ապահովությունը լավ երբեք չեղավ։ Մենք հարուստությունով առողջություն չեն կրնար ապահովել։ Ուդելիք չեն կրնար ապահովել։ Ես յանքիս մեջ փորձառությունը ունեցած եմ, չեմ մոռանար։ Փանագային ծառայության կացի մեզի հոնդեր ջաշ կմատակարար էին և այդ ջաշը չեր ուտվեր։ Չեն կրնար ուտել։ Եվ այրս ինձի պողդված էր, որ կործած է։ Ընտրիկի բահը անցավ, չկարողացանք ուտել, փող ունենք, պիտի երկան խմորեղեն գարգանտակ վերցնենք, չի գա։ Ես ասպիսի բանի չէի հանդիպած, կրբանը փող, փորը սոված։ Փող ունիս ուտելիք չի գա։ Չի գա։ Պատերազմին այսպես և ասկե շատ ավելի ծանր թեփքեր տեղի ունեցած է։ Ուր գսե քողերը կքողնան, ուր գսե ցեցը գուդե գաբական։ Հիմա գսեք, որ գրնալ լագոպային ժամանակ ընկերային կյանքը տարբեր էր, եթե այսօր մենք նյութական բավարարություն ունենանք և մի քիչ ավելի, ինչ կնենք, այդ փողը բանկա գտնենք, ամեն սա գնենք, չէ՞։ Քողը չի հասնի բանկա, այդպես է, այո, այդպես չէ, ճիշտ ես, հյուրս, ճիշտ ես։ Եթե բանկան սնանգանա, այդ փողերը ուր գերտա, վերջերը Ստիպանանի մեջ բանկաները սնանգություն հայտարարեցին։ Մեծ բանկա, մեծ գումարներ, միլիարդներ։ Մինչև սնանգություն հայտարարվելը ոչ ոք չէր գիտեր ով հոն որքան ունի։ Բայց երբ որ բանկան սնանգություն հայտարարեց, սկսակ լսել։ Ասինչը $1 միլիոն ունի, հետ ինչը 2 միլիոն ունի։ Մի հավատացյալ եղբայրս աղախս ալես ինչելի։ Սինչու սա 3 միլիոն 250,000 լիպանան բանկա փոխադրած ենք և հիմա կոպեկ ու ձեր կգանցնի չասներ։
Ուրեմն սիրելիներ, Հիսուսի խոսքերը որքան ճշմարիտ են։ Որքան։ Մենք ուղես ամիս առաջ Գերմանիայի մեջ բանկամ կողծվեցավ, Գերմանիայում ոստիկանությունը շշմած էր։ Աս ինչ սատանայական մտքով աշխատանք տարերել հայտնի բանկան կողծվավ։ Քեդինը փորեր են, այսերեր են, աներեր են, գարեր որը կումար արեր պախեր։ Ֆրանսայի հայտնի թանկարանի ատամատները կողծվավ, աշխարհ զարմացավ։ Ամիսներ հետախուզեցին և Ֆրանսիայի կառավարությունը աշխարհի դեմ ամոթով մնաց։ Դուք կցուցադրեք թանկարաններում չեք կարող հսկել, կկողծվի։ Հիսուսի խոսքերը ճշմարիտ են։ Եվ հիմա երկրորդ կիրառական բաժնին ասենք սիրելիներ։ Հիսուս սկսեց. «Ձեզի կանցեր դիզեցեք երկինքը»։ Երկնային կանցը այն աշխատանքն է, եւ կամ այն ծառայությունն է, եւ կամ զոհաբերությունը, նվիրումը, որ դու անում ես ճշմարիտ աստվածային սիրով, այդ կգոչվի երկնային կանց։ Հիմա Հիսուս որ ասում է ձեր կանցերը երկինք դիզեցեք, այսինքն մենք կումարը հավաքենք, ոսկի առնենք և ասենք Տեր Հիսուս ուղարկում եմ երկինք, վաղը երբ որ երկինք կգար, ինձի գուտաս։ Հիսուս սկսեց հավաքած փողոցները ոսկի են։ Այդպես գրված է Հայտնություն Հովհաննեսի մեջ։ Ասի Հիսուսի խոսքերը փոխաբերական են։ Որն է երկնային հարստությունը։ Այն գործերը, զոհաբերությունը, որ դու անում ես աստվածային սիրով, ճշմարիտ հավատքի գործերով, Սուրբ Հոգիով, Սուրբ Հոգին բուդուղով։ Այս գործերը ապագանության ենթակա չեն։ Այս ճշմարտությունը, երբ որ մենք գնայինք Մատթեոս 25-րդ գլխում 5 իմաստուն և 5 ույսերու լույսով, կտեսնենք, թե այս գործերը մեր մահեն ետքը մեզի կապահովեն երկնային վարձատրությունը, անապագանացու է։ Որովհետև այս որ մեր նյութը առնչված է նյութականին հետ, ինչպես շահի և ինչպես գործածել ու ինչպես մեր նյութականը փոխանցել երկինք աշխատիր աստվածային բադվերին համաձայն։ Թող քու աշխատանքի մեջ Աստուծո բադվիրանները ներկա են, գործե առանց ձուլության, գործե առանց մարմինը փճացնելու, աշխատիր ապրելու համար, այսինքն հիշե քու հանգստությանդ օրը, որ Տերը քեզի պատկերած է, գործե հավատարմությամբ։ Նյութականդ գործած է իմաստությամբ և Աստուծո բադին ընելով։ Ես նոր ապաշխարած էի 17 տարեկան, մի եղբայր ունեինք, հատուկ աստվածային իմաստություն ուներ։ Գրթություն չուներ, բայց իմաստություն ուներ։ Դղաս ասա քեզի բան ուզեմ ասել, ականջի տողեր է։ Ես այն ժամանակ աշխատող էի, աշխատավարձ սկսալ։ Փոքր, բադանի աշխատավարձը ինչ կրնա։ Անցյալները հաշվեցի այդ օրվա բառով։ Այսինքն $12,000 է, 5,000-ի մի շաբաթ կաշխատ։ Այսօրվա հաշվարկով։ Տեսս աղտղաց, քեզի բան ասեմ։ Երբ աշխատավարձը կստանաս, դասանորդդ Աստուծո։ Երկրորդ դասանորդդ, եթե աշխատավարձքս
50 դրամ էր, սա 5 դրամը Աստծո։ Երկրորդ 5 դրամը մի գոմ գտնես։ Դրած եք չես տար, հոնգը մնա 40, սա հատ 40-ը կնա կործած է։ Սի Աստուծոնը դրինք, 40-ը կործածեցինք, այդ 5-ը ինչ պիտելա, սա անհրաժեշտության թեպք, անագնգալների թեպքում դու կործածես։ Դարիներ հետքը համակումարի հրավեր եկավ, եղբայրներում ըսի դուք կացեք, ըսին դեր նույնը ֆինանսական, ըսի չեմ ուժեր, ուրիշս ուղարկեց, համակումարի կացին եկան, ըսի ինչպես էր ով, ըսին 5 ասխանի հյուրանոցի մեջ էր, տասախոսները պրեֆեսորներ էին, ու ամեն ինչ լավ էր, ըսի ինչ խոսեց, օքեյ, կացիկ երա, խամեցիկ, շունարավոր, ըսա մեզի ըսին, թե դասանորդը Աստուծո գուտարակ, մեկ դասանորդն անագնգալ հիվանդություններու, ավարյաներու գբայեք, հոնգը մնան 80, այդ 80-ին համացային բանկային վարկ կվերցնեք, որ գիտնաս դու պետք է կործածես 60 և 20-ը ավարի կոցես, ճիշտ ասում եմ, այդպես բացադրել են, սիասի բացադրողները պրեֆեսորներ են, սա բայում ինչ ասվածապաներ, Սի Հովսե Պորչանյանը, որ կրել գարտար չէ, ինձ իգրույնը ես, ես այդպես կանեմ, հիմա դուք գիտեք, որ դերոջի շնորհքով մենք ասել մոտակադունն ունեցանք, այն շուշտ ալելի պես մեջտեր են, հիմա ասդունը ի վերջո օթեն չեկա, և գեհետակրկրվին, գահարցան, նույնիսկ չէր դակրկրվին մեջտեր են ասում, բահաբաց բաղում չիա, բանը մեկը սա որ եղբայրակ սա բաստունը, որքան ժամանակի մեջ սարկեցիր, դևողությունը որքան դևեց, ըսի կեզի բանը ասեմ, տուն շատ լավ կա ասեմ, ասեց ինչպես, ըսի այս տունը ես սարկեցի 25 տարվա ընթացին, սուսի չապոք, կատար ես անում, չէ եսի, տուն վերջին 2 տարին դեսեր, բայց նախորդ 23 տարիներ չես տեսած, սա ինչպես, սիոն բզդիկ դասանորդ դրվեր, 25 տարի ես այս տունը մեջտեղ եկավ, սի պամը ասեց, սա ոքեյ եղբայրակով, սի փողըտ իմաստությամբ գործած է, բատվերում ենք, տեսեք սիրել, ամփոփում, աղոտքով խնդրեմ, որ դերը քեզի իմաստություն շնորհե, կյանքդ ղեկավարելու, ծախսել է, վատնել է, առաջ մտածել, հավատքով դերոջը վստահիր ու քո հունակ եղիր, եթե քո ես, բավարարված ես, ադիգա մեծակին հարստությունն է, ջանցիր Աստուծո խոսքը և պատվիրանները, հետևիր Աստուծո պատվիրանները, Քու ստեղծիցը թիշե երդասարտությանըտ օրերով մեջ, գուկա օրերը և ժամանակները, որ քու դասանորդները երկնային բանկային մեջ գլեցնին, կրեդիտ կունենաս, և նեղության օրը դեր ինքը կեզի գահայտայտ է, հավատացեք սիրելիներ, թուք Աստուծո դունը շինեցեք, Դուք Աստուծո դունը սարկեցեք, Աստվածածեր դունը կշին է, մարգարեություն անկյա, երկու կրուխները, երբ ժողովուրդը ըսպաղած եք իրենց դուները սարկելով, և եկեղեցին դաջարը պլադակ է, կսեցեք կրբանները ձագ է, բողագմններ կքնարկելին, բայց այդ օրեն, որ իրենք մարգարեին խոսքը մդի գրին, և ըսկսան Աստուծո դունը շին է, իրենք ըսկսան օրհնվել, շատ օրինակներ կան, դարիներ առաջ բրիսկային գլանները պորպոքած էր, մի ընգեր ունեի Սուրիայի ամենամեծ թերի գործարանի բաճարքի դնորեն, մեր կողմ կար, Արապախոս մաման հայ, դիվին տարկուի, երստարկուի կույր, ըսի Քիթ կողորդ բիշ գարիգոն,
Սա Անտուանին կնա, կացենք, սա փորձոջ, վիրահատություն պետք է։ Սա ինչի սա բիժիշկը, վիրահատություն, սարքում արը 8,000, սա որ կանունես 5,000, 3,000 բագասում է։ Սա կնա իրենս է, ես ինչ հիվանդանոցը օպերացիական է, սա կնա, սա պայմանավորեցանք, ես վիկին ռիսկերարինք, առաջի տասարան էր, ձավինք էր, կացինք հիվանդանոց, սա միան ինջի լուրր է, որ է, մդա բիրահատության երավ, վրանք է ժամանցավ, տագավին ռիսկեն չեր արդենաց, մեմ նադեսնեմ պուշ կույր մսենյագս եղավ, արապերենով, ոսը սա բարուն հագով ով է, սի ես եմ, սա դնորենը կեզ է գամչում, մենեջերը, կացի, Yen adresem aslında Georgia Doloren'in kohkanıstı. Azim sen yagen neresi da kardeşte Doloren'in ne pari yegar inç meses nıstir inç buzes surç te bat bile yesintiası iç gitsa Doloren'in mod yeger de Georgia'nın koviye gazı. Sav des var metagop es Doloren'in et hosetsa Դունորեն ուզում եք եզի օգտակար տարնալ, ասեցկո վիրահատության կումարը 7,900 է, բայց դունորեն եք եզի 150 սեղչ կիլեն է։ 4,000 կանի 100 վիճարեցի, մի կանի 100 ակրբանս դում վերադարձա։ Ասկականերս եկան և այլը, Անցածը լաբելիսկեին կով եկան, բոլորը սին 8,000 էր, չէ, տեսան, չէ, 4,000, չի գտնարավար, եղբարս, չէ խոսիր, ինչ վեսես, եղավ, սիրելիներ ծեր կանցերը երկնիկը դիզեցեք, դերոչը մոտ չի գործ, ես հարուշ չեմ եղած, Park Աստուծո մի օր բարդ չեմ ունեցած, մի օր սոված չեմ կնացած, դերոջի շոտ։ Դերը մեր դասանորդի թիվին չի նայր, մեր հավատարմության գնայր։ Գիտեք, մենք Աստուծո մոտ բոլորս երեխա ենք, ամենք չոջուխ ենք Աստուծո ակնոցով։ Երբեմն կորձերը թույլ գլար, գիլագի բաշլամունքին, Կացանագին մեջ դասանորդս պիտտնեմ, իսեի ով դեր, քիչ է, էդա կումար չի թրվիր, բայց կսեի ով դեր տուն դվեցիր, գավատ էինք ասած կորդի հաչողություն դար, էդ գիրագի մի քիչ պավարարված կսկայի, ես ինչ իմանամ, ինչ որ ծաներ եմ հալեց, Անցեցի Հայաստան։ Ամաչում եմ դերոշ ներգայության սիրելիներ, ամաչում եմ։ Այլևս աշխարհի դեպի ասեղեցին դերոջի շնորհիվ։ Մեկ բան ասեմ, ասեմ այդ շրջանի հավատացյալներու աղոթքն է։ Դեր կարող է սիրելիներ։ Առաջ մենք երկնային կանցերը ապահովենք Հիսուսը սա առաջ խնդրեցեք Աստծո տակավորությունը, ետք այդ բոլոր բաները բիտրվից ես, ծեր երկնավոր հայրը գիտե, այդ բոլորը պետք երցեզի։ Եկեք սիրելիներ, հարստանալու փարետենչությունը ունենանք, բայց թող այդ հարստությունը լինի հոգևոր, լինի երկնային, Աստված երկրավորը արդեն չի մոռանում։ Եվ արդեն մենք կսկսենք մեր շրջապատի մեջ օրհնությունը։ Տերը ձեզ օրհնե, Տերը ձեզ երկնային կանցերով հարստացե։